Tira, tu bosque pedura. Shida, imma bosque pedura. Bosque pedura, mira. Mi kohana, amota. Shika! Hanna! Հանա։ Ամոտ է։ Այս ցեղում մինչ ամուսնությունը ամեն բա ամոտ է։ Իմ այս փոքրիկ հերոսությունը դեռ բավարար չէր նպատակիս հասնելու համար։ Ճիշտ է, արգելված չէր կենցաղային շփումը, բայց իմ եւ Հաննայի միջև ծագած զգացմունքն օրինականացնելու համար ես պետք է անցնեի տարօրինակ փորձությունների միջով։ Նախ տղամարդկությունը ստուգեցին յուրահատուկ մեթոդներով, իսկ հետո իմ հավատարմությունն ապացուցելու համար ես ստիպված եղա անել գրեթե ամեն ինչ։ Ամիսներ շարունակ արթուն էի գիշերները։ Ինձ վստահել էին ցեղի անվտանգությունը։ Բացի այդ ես պետք է արթուն լինեի, որ արթնացնեի նրանց։ Չգիտես ինչու ես կրակ էի վառում, որ նրանք տաքանան։ Ես զենքեր էի սարքում, որ նրանք որսի գնան, բայց ես էի որսի գնում, ինչա թե կշտանան։ Ինչ մեղքս թաքցնեմ, այս հենց օրերն են եղել։ Վախից էր դա թե հարգանքից, բայց բուրդ եմ շփխել, լվացք արել, հող մշակել, միրգ հավաքել, չգիտեմ որտեղից։ Մի խոսքով տանը մատս մատիս չէի տալիս, բայց ստեղ ինչով ասես տվի մատիս։ Պարապությունից ինձ տվեցի մշակույթին։ Փողի համար մեծ պոզը ես էի փչում, բայց այս ծաղկոմիս հող չէր փչում։ Իմ հայտնվելով ցեղում բացվեց միանգամից 50 նոր աշխատատեղ, բայց այդ 50 տեղերում էլ ես էի աշխատում։ Ես տանջվում էի անդադար, անշահախնդիր, ցեղի ամբողջ բեռը ուսերիս վերցրած։ Իսկ այս ամենի մեջ իմ միակ սփոփանքը, իմ միակ մխիթարանքը թերևս իմ թաքուն պահած կարմիր շորթիկն էր։ Եվ ինչքան օրերը ցրտում էին, այնքան ես շատ էի զգում նրա ջերմության կարիքը։ Կապվել էի նրա հետ։ Իսկ հետո էլ էական չէր փրկում նույնիսկ շորտիկը։ Ամբողջ ցեղում միայն ես էի տկլոր ու ոտաբոբիկ։ Իմ տառապանքների ու չարչարանքների համար փոշմանելու պատճառ չունեմ մի պարզ պատճառով։ Ես նպատակ ունեի։ Հարգելի վկաներ, հարազատներ և հյուրեր,
Ամուսնության եւ ընտանիքի օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության, քաղաքացիական կացության, ակտերի գրանցման գործակալության, կարմիր գծերի, դեղին պետհամարանիշների եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ներողություն Ամուսնության պալատ տարածքային բաժինը գրանցում է այսօր քաղաքացիներ Արամ Հակոբյանի եւ Հաննա Գոհաբոյի ամուսնությունը։ Հարգելի հարսնացու եւ փեսացու, այսօր դուք ամուսնանում եք ստեղծելով մի նոր Հիմա ինչ հարսանիք, հա? Կանոնավոր Հաստատ, որ կերպով հարսանիք ստանձնում եք չի։ մեր ժողովրդի կողմից Հելոյինը։ ընտանիքի վրա դրված բոլոր պարտականությունները։ Միմյանց նկատմամբ ունեցած ձեր գեղեցիկ զգացմունքներով, քաղաքացիական համոզվածությամբ, այսօր դուք երկու բախտ եք միացնում։ Եվ ձեր հարազատների եւ բարեկամների ներկայությամբ պարտավորվում եք միասին անցնել ձեր կյանքի ճանապարհը։ Հարգելի հարսնացու եւ Ամբողջ կյանքս սրա նրա վրա ծիծաղեցի։ Գլխիս է գալիս։ Տեսնելու եք Էս վայրենու ձեռը բռնած պետք է տունը ստանեմ։ Սրա հետ խոսել կլինի։ Սրա հետ կռվել չի լինի։ Իրար հանդեպ Հələ մի հատ ձեռքին հետո աղեղին նայի։ Հարգելի Արամ, համաձայն եք, որ ներկա գտնվող գեղեցկուհի Հաննան դառնա ձեր կինը։ Համաձայն եմ։ Հարգելի Հաննա, համաձայնա ձեա գողկա օդարագանա Արամա հետա համուսը Հաննա։ Հաշվի առնելով ձեր փոխադարձ համաձայնությունը, հայտարարում եմ ձեզ ամուսիններ։ Իսկ այժմ ի նշանավորումս սիրո ու ամուսնական հավատարմության, խնդրում եմ փոխանակեք ամուսնության մատանիները։ Կարինե ջան, շնորհավոր, հավատա, ամեն ինչ լավ է։ Ինչն է լավ, ամեն ինչ վատ է։ Lava, wata, eta.